Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պատրաստել եմ այսպիսի գեղեցիկ դեղցի չիր, ինձ շատ դուր եկավ այս տարբերակը, տեսքը շատ գեղեցիկ է ստացվել, այդ իսկ պատճառով որոշեցի կիսվել ձեզ հետ, թե ինչպես կարելի է նման կերպ պատրաստել դեղցի չիրը, որ այսպես գեղեցիկ լինի։ Դե ինձ սկսենք պատրաստելը, մինչ այդ իմ դեգուստատորը մի հատ փորձարկի, թե այն ինչպես է ստացվել, եւ անցնենք առաջ։ Մաքս, մի հատ գնայինք չիրը համովանոր գնաս լողանաս։ Հա, լավն է, ձմռանը կուտես, գնացի լողանալու։ Եվ ահա տեսեք, թե որքան գեղեցիկ դեղց ունենք մենք այգում, եւ շատ սխալ կլիներ այս գեղեցիկ դեղցից ձմռան համար չիր չպատրաստելը։ Հավաքում ենք դեղցը եւ գնում ենք պատրաստելու։ Իսկ եթե դու դիտում ես ինձ, բայց դեռ բաժանորդագրված չես, բաժանորդագրվիր եւ անցնենք առաջ։ Եվ ահա, դեղցը հավաքեցինք, այժմ անհրաժեշտ է դեղցը բաժանել երկու մասի, կլպել, հեռացնել կորիզը եւ կտրատել գաթայի համար նախատեսված դանակով։ Եվ ահա, մեկ դեղցից ստանում ենք 4 գեղեցիկ կտոր չրի համար։ Եվ ահա, ամբողջը մաքրելուց եւ կտրատելուց հետո անհրաժեշտ է պատրաստել օշարակը։ Ամեն կիլոգրամի համար վերցնում ենք 500 գրամ շաքարավազ, ինձ մոտ 4 կիլոգրամ է դեղցը, ես կվերցնեմ 2 կիլոգրամ շաքարավազ։ Իսկ շաքարավազի վրա ավելացնում ենք կես լիտր ջուր։ Օշարակը հասցնում ենք եռման աստիճանի, եռացնում ենք մի քանի րոպե, այնուհետև տեղափոխում ենք մեր կտրատված դեղցերը օշարակի մեջ։ Թողնում ենք հասնի եռման աստիճանի եւ եռացնում ենք 5 րոպե, ոչ ավելին։ Եվ չենք մոռանում այստեղ ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի աղ։ Եվ ահա 5 րոպե արդեն եռում է, այժմ կանջատեմ կրակը եւ կթողնեմ, որպեսզի դեղցերը մնան օշարակի մեջ ողջ գիշեր։ Իսկ առավոտյան արդեն ունենք այս տեսքը, տեսեք թե որքան գեղեցիկ տեսք ունի։ Այժմ անհրաժեշտ է դեղցերը, ահա այս տարբերակով հանել օշարակի մեջից։ Հանելուց հետո նորից կմիացնենք կրակը, օշարակը կսկսենք եռացնել, երբ սկսի եռալ, կեռացնենք 5-ից 10 րոպե, որպեսզի օշարակը խտանա, որից հետո նորից դեղցերը հետ կուղարկենք օշարակի մեջ։ Եվ նորից կհասցնենք եռման աստիճանի, կեռացնենք 2-ից 3 րոպե եւ նորից կանջատենք կրակը։ Կսպասենք, որպեսզի սառի եւ արդեն կարող ենք տեղափոխել, որպեսզի դեղցը չորանա։ Եվ չորացնելու համար ես ընտրել եմ այս տարբերակը, դեղցերը շարում եմ, ահա այսպես մաղի վրա։ Այս տարբերակով ավելի արագ է չորանում եւ ավելի գեղեցիկ տեսք է ունենում չիրը։ Եվ ահա թողնում ենք, որպեսզի չորանա։ Հաջորդ օրը, քանի որ մեզ մոտ շատ ուժեղ է արևը, չիրը կարելի ասել պատրաստ է, շրջում եմ հակառակ կողմը, որպեսզի մեկ օր էլ այսպես չորանա, իսկ երրորդ օրը արդեն չիրը պատրաստ է հավաքման։ Իսկ ես պահում եմ սառցախցիկում չիրը, լցնում եմ տոպրակների մեջ եւ տեղափոխում եմ սառցախցիկ։
Դե ինչ սիրելի հետևորդներ, այսօր էլ այսքանն էի պատրաստել, եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։